պահանջներից մեկը, որով եկել եք այստեղ, այն էր, որ 25 համարին ձեռք չեն տալիս, այլ գազելներ կարող են եւ հիմա նաեւ մեկ հարց, եթե խնդիրը կառավարության կողմից դրված է, որ պետք է Երևան քաղաքի տրանսպորտը բեռնաթափվի, հետեւաբար այդքան մեծաթիվ, հա, իրենք դուք ասացիք, որ ասել են գազելների թիվը կավելացն, այդ դեպքում ոնց է դա էլ հարցրեցինք, այդ հարցի պատասխան չտվեցին եւ որոշումը կառավարության եղել 2006 թվականից, եթե չեմ սխալվում, որ պետք է մարզային տրանսպորտը սպասարկվի, բայց մուլտիտրանսը տենդերը շահել է 2021 թվականին, բայց չգիտես ինչի նոր են որոշել, որ գան։ Խնդիր չկա, մենք մուլտիտրանսի դեմ ոչ մի բան չունենք, թող երկրորդ գիծը լինի, երրորդ գիծը լինի, որտեղ երկու համայնքները արագ զարգանում են եւ նույն ուղղության վրա այնտեղ բացոնների կոմբինատի աշխատողներն են գնում էլիտար, նոր թաղամասեր կա, այդ կոմպլեքսը պետք է գա, մարդիկ շատ են գնալու գան այդտեղով եւ ուղղակի գնալ դեպի բանի մոտ, ֆիզիկա ինստիտուտի մոտ մարդկանց համ թե գրպանն են մտնում, այսինքն գինը կրկնակի թանկանում է, համ արդեն դառնում է, որ մարդը պետք է թե ժամը 7-ին էր դուրս գալիս տանից, պետք է 6-ին դուրս գա, որ 3 հատ տրանսպորտ փոխի, հասնի իր աշխատանքի։ Հաջորդիվ քայլերը հիմա մենք կգնանք համայնքի բնակիչների հետ կքննարկենք, իհարկե մեզ նաև այս ժամին իհարկե պատասխանը մեզ դուր չեկավ, մենք գնանք հաջորդ քայլերը երևի չենք նստի այդ ավտոբուսները, կբոյկոտենք եւ եթե պետք լինի նաև էլի կանցնենք փողոց փակելուն։ Ժամային գրաֆիկի ճշտում եղավ, որովհետեւ մինչեւ 19:30 պետք է աշխատեին գազը։ Այո, ժամային գրաֆիկի պահով ասացին, որ խնդիր չկա, եթե պետք է մինչեւ գիշեր ժամ 1-ն եք աշխատի, այդ դեպքում ընդառաջեցին, բայց մեկը գնալ հասնել երեկոյան աշխատանքից հետո ընտեղ շատ դժվար է հասնել բանի մոտ, ֆիզիկա ինստիտուտի մոտ։ Հանդիպել եք միայն ՏԿ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ, թե այլ պաշտոնատար։ Արմեն Սիմոնյանի էլի կային փոխնախարարներից ազգանունը չեմ հիշում եւ ներկայացուցիչներ մուլտիտրանսի։ Տրանսպորտի վարչության պետն էլ էր ներկա։ Այո։ Եթե ամփոփենք, ստացվում է բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, բնակիչների շահը, այսինքն դա պետք է հենց ազգաբնակչության շահը դրվեր առաջին տեղում, ստացվում է այդպես չէ։ Այո, միանշանակ 2.5 ժամ մենք նույն բանն ենք պնդում, ամեն ձև փորձում ենք բացատրել, բայց պատասխանը մեկն էր, որ ոչ 25 համարը չի սպասարկելու։ 21 թվականին ասեմ կներողություն, եթե բերում են օրինակը, որ Երևանի տրանսպորտը չի կարող սպասարկել, եթե նայում ենք մենք քարտեզով, Երևանը ավարտվում է նախկին պաշտպանության նախարարության շենքի այդ տարածքում, այսինքն մինչև Պրոշյան համայնքի հայփոստի տարածքը 1 կիլոմետր է չկա։ Մեր խնդրանքը դա էր, որ ընդամենը այսքան մարդկանց դժվարությունը ստեղծելու փոխարեն գնան ընդառաջեն եւ մի քանի կիլոմետր ավել այդ ավտոբուսը աշխատի։ Այսինքն դուք նշեցիք, որ 2021 թվականին է մուլտիտրանսի հետ պայմանագիրը կնքվել, հիմա 2021-ից մինչև հիմա բնակիչների հետ հանդիպում եղել է, տեղեկացրել են, ես ոնց հասկացա, դուք շաբաթ օրը բնակիչները հանկարծակի, հա, եկան, որ ինչու 25 համարը չի գործում, 4 տարի արդեն անցել է, որևէ հանդիպում այս ընթացքում եղել է բնակիչների հետ, որպեսզի ասվի։ Չէ, բնակիչների հետ որևէ հանդիպում չի եղել, տեսեք, մինչև 25 համարի երթուղին գից մտնելը սպասարկում էր 114 համարի գազելները, էլի մեծ դժվարություններով քաղաքացիները մի ձևի գնում գալիս են, առավոտը շոֆերը ներողություն սենց էր անում, որովհետև տեղ չուներ, երեկոյան սենց անում, որովհետև արդեն գծից դուրս էր գալիս։ 25 համարը երբ որ եկավ, նորմալ սպասարկվել է, 25 համարով գնացել եկել են, իհարկե եղել է պիկ ժամերին մարդիկ, մեզ տեղ չի եղել մեջը, բայց իսկ ինչ վերաբերում է ծանուցմանը, ծանուցումները եղել են մենակ տեղադրված, եթե չեմ սխալվում նախորդ ամիս Քասախ եւ Պրոշյան համայնքների Facebook-յան էջերում եւ մեկ էլ մարդիկ իմացել են ավտոբուսի շոֆերներից, ավտոբուսի վարորդներն են ասել, որ չեն սպասարկել։ Իսկ դուք ներկայացրեցիք, որ մի բան էլ, իսկ դուք ներկայացրեցիք այնտեղ կանայք նշում էին, որ մանկասայլակներով, հեծանիվներով երեխաներ են, հա, ի վերջո դպրոց են գնում անկապարտեզ, դա ասացիք գազելի մեջ ոնց են տեղավորվել։ Ասացինք, մուլտիտրանսի ներկայացուցիչը ասաց, որ ամեն մի երթուղում ունենք մեկ հատ նման կահավորված
գազել, որը պատրաստ է տվյալ ժամին մոտենա, որ այդ մարդկանց տեղափոխի, բայց մեկ հատ է ընդհանրապես։ Եկել էինք այն պահանջով, որ պետք է ավտոբուսները մնան նույնը, չհանեն։ Մենք դեմ չենք մուլտիգրուպի այդ գազելների մուտքը համայք, թող որպես երկրորդ գիծ, երրորդ գիծ իշկը մեկը բնակչությանը դա չի համապատասխանում քանակին։ Մենք ներկայացրեցինք տարբեր փաստեր, ներկայացրեցինք, որ գյուղում կան անապահով շատ ընտանիքներ, ներկայացրեցինք, որ գյուղում գործում են կան ուսանողների մեծ քանակ, կան հիվանդ երեխաներ, ծնողները, ովքեր անվասայլակներով, այլ միջոցներով հարմարությունները ավտոբուսով ավելի հարմար է։ Այսօր, եթե դուք հանում եք, ինչպես է այդ ծնողը, որ անվասայլակը ամեն տաքսի էլ չի, որ վերցնում է, այսպես ասած։ 2 ժամից ավել մեր տևած բանակցություններից պարզ դարձավ մի բան, որ իրենք, այսպես ասած, 7000 բնակիչ ունեցող Պրոշյան համայնքի, մոտ 7000 բնակիչ ունեցող Քասախ համայնքի բնակչության ձայնը հաշվի չեն առնում։ Հետագա քայլերը, ներողություն, շաբաթ օրը դուք, եթե չեմ սխալվում, էլի տեսանյութ եմ դիտել, դուք նշում էիք, որ եթե կառավարությունը ընդառաջ չգնա ժողովրդին, ապա վրաներ կտեղադրեք նույնիսկ ամառանոց կառավարական ամառանոցի առջև։ Կա միգուցե այդ վաղ բորբոքված են եղել ամառանոցի դեմ եւ այլն, բայց ես կրկնում եմ նորից ամբողջ ժողովուրդը, եթե այդ օրը ժողովրդի, այսպես ասած 20%, 30%-ներ հավաքված բոյկոտում, այժմ ամբողջ երկու գյուղի ժողովուրդն էլ համոզված եղեք դուրս է գալու փողոց եւ քայլերթով գա կառավարության դեմ իր բողոքի նշանը արտահայտելու։